Հունվարին լրացավ 100-ամյակը, բայց լոլիկները խնամքով կտրատելիս ձեռքերը չեն դողում։ Պատերազմի տարիներին երանություն էր այս պարզ նախաճաշը։ 41 թիվին եվրոպեական հերս տարել են։ Դրանից հետո 42 թիվի աշունը ինձ են տարել, հələ 18 տարեկան չեմ եղել։ 82 տարի առաջ էր, բայց զինվորի ճշտապահությամբ Ասատուր Բազյանը այսօրվա պես է հիշում։ Արավուսցի 17-ամյա տղային ուղարկեցին նախ Դիլիջան, Եռամսյա վարժանքների, հետո Դոնեցկ, այնտեղից էլ ռազմաճակատ։ Դոնեցկուց արդեն մտալ եք պատերազմում, վերցրել եք Խարկով, հետո Պոլտավա, Կիև, Ռովնո, Դուբնո, Լուցկ, Բրոդ, Գորոդ Ստայանովկա, այդպես հարձակվել եք, հասել եք Գորոդ Ստայանովկա, գշերա իրիկունա, այդտեղ ռազմավարիչները մեզ հայտնեցին, որ նեմեցը շատ ուժեղ աբարոն աբռնած։ Հիշում է, գիշերը ժամը 2-ն էր, երբ հետախույզներից լուր եկավ, թե գերմանացիները ուժեղ պաշտպանություն են կազմակերպել։ Առավոտյան էլ տեսան, ինչպես են գերմանացի զինվորները փորձում գողանալ իրենց հրետանին։ Առավոտը լույսը բացվում է, տեսնեմ նեմեցը մեր պուշկան քաշած տանում է։ Կարմիր բանակում քիչ չէին դավաճանները։ Բազյանը պատմում է, ինչպես է վիճել Վաշտի հրամանատարի հետ, որն արգելում էր իրեն ու մյուս զինվորներին հայտնաբերել ֆաշիստական թաքնված տանկերը։ Ավելի ուշ պարզվել էր, որ հրամանատարը գերեվարվելուց հետո նացիստների կողմն անցած ռուս գեներալ Անդրեյ Վլասովի կողմնակիցներից է։ Չնայած Վլասովի կողմնակիցների սպառնալիքներին, Ասատուր Բազյանը կարողացել է ոչնչացնել թշնամու 2 ծանր տեխնիկա։ Մեկ ժոլտե ռակետը քցեցիք, 2 տանկն էլ խփեց, 3 տանկը փախան։ Բազյանը կռվել է որպես հրաձիգ, հետո դարձել դասակի հրամանատարի տեղակալ։ Նրան էր վստահված Վաշտի երեկոյան ստուգումները, կարգուկանոն պահելու համար։ Բազյանի 100-ամյա հիշողության մեջ է դաջվել իր հերթապահության այն գիշերը, երբ կնոջ հագուստով գերմանացի դիվերսանտի բռնեց։ Դոնեցկի ազատագրման ժամանակ էր։ Հիմա նստած յոլկե ծառերը հանգստանում եք, կենտրոնական ճանապարհը։ Տեսնամ մի հատ կին է գալիս, բայց կասեմ դրա պախոդը կնոջ պախոդ չէ, որ քայլում է էլի, որ եկուանցինիկ ստոյ ռուկի վեղ, ստուգեցիք այդ շպիոնները նստեղ յադ են լինում, դերցունում է որ մահանա, տեսնակ չկա, վերջը ստուգեցի, տեսնամ պոլն է զարաժան։ Լրտեսին բացահայտելու համար երեկոյան ստուգման ժամանակ սերժանտ Ասատուր Բազյանը պարգևատրվեց փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։ Դրանից ալավ բանկիներ։ Երիտասարդ Բազյանը պատերազմի 5 տարիների ընթացքում չի հանդիպել հորը ռազմաճակատում։ Հայր ու որդի իրար տեսել են 1946 թվականին, երբ հաղթանակից հետո վերադարձել են տուն։ Այս կադրերում պատերազմը հաղթած ֆաշիստներին սարսափեցրած հայ մարտիկներն են, ազգային քոչարի են պարում։ Խորհրդային միության նավատորմի ծովակալ Հովանես Իսակովը, մարշալ Հովանես Բաղրամյանը, օդային մարտերի հմուտ վարպետ Նելսոն Ստեփանյանը, ավիացիայի մարշալ ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Արմենակ Խամփերյանցը եւ առաջատար հրետանավոր Արտավազդ Սագոյանը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 500,000 հայ, նրանցից 300,000-ը չեն վերադարձել։ Ասատուր Բազյանն ու հայրը այդ քիչ վերադարձածներից են։ Հերս մտալ է Բերլին, մի հատ չի վիրավորվել, Թամանյանի դիվիզիայում էլ էր, այդպես էլ սաղ սալամատ եկել ատու։ Հաղթանակից հետո Ասատուր Բազյանը տեղափոխվել է Երևան ու սկսել խաղաղ կյանքը հայրենիքում։ Եղել եմ Կարականդա, այնտեղ գնացել եմ աշխատելի, նոր այդտեղ ոնց եղավ, դիրեկտորի տեղակալը Նիկոլայ ազգանուն մոռացել եմ, в общем, խոսեցիք, թե դու կարող ես պատահի այնպես որ Ստայանովկա շպիոնը բռնել ես, կասեմ հա։ Ընտանիք է կազմելու 5 զավակ ունեցել։ Հիմա 48 թոռ ու ծոռ ունի։ Տղաս եղել են
ժամագործն է։ Հիմա ես էլ մեկ սովորել եմ այդ գործսս։ Ժամացույցը հարևանն են բերում են, վերջը սարքում եմ տամ իրանց, փող չեմ վերցնում։ Պատերազմում ամեն վայրկյանը կարող էր որոշել՝ կապրես, թե ոչ։ Հիմա ժամացույցի ամեն տիկ-տակը ցույց է տալիս, որ կյանքը շարունակվում է։ Լիլիթ Գասպարյան, Նանի Ղանդիլյան, Հայլուր։